Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, ուղիղ տեսակապով զրուցելու ենք հրապարակախոս Արցախի ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանի հետ, ողջույն պարոն Աթանեսյան։ Բարև ձեզ։ Ինչ անուն կտակ Բաքվի դատավարությանը, որի թիրախում Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունն է, ինչպես գիտենք, առաջադրվել են այնպիսի ծանր մեղադրանքներ, ինչպես ահաբեկչություն Ադրբեջանի դեմ, զինված խմբերի ձևավորում եւ այլն, ինչ կարող եք ասել։ Ինչ կարելի ասել, ես դժվարանում եմ որևէ կոնկրետ բրութագիր տալ այդ արարողությանը, այսպես պարզապես ամեն ինչ պետք է ժամանակին արվեր, որպեսզի Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները եւ մյուս պաշտոնյաները չհայտնվեին Ադրբեջանում, որովհետեւ բոլորի համար հասկանալի է, որ նրանց առևանգման դեպքում առաջադրվելու են հիպոթետիկ մեղադրանքներ, որոնք ի դեպ Ադրբեջանը առաջին անգամ չէ կամ 44-օրյա պատերազմից հետո չէ, որ շրջանառվում է, միշտ այդ մեղադրանքները հնչել են։ Ժամանակին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը մի շարք քրեական գործեր է հարուցել, նույնիսկ միջազգային հետախուզում է հայտարարել որոշ անձանց նկատմամբ եւ այդ ամենը պետք է հուշեին, զգուշացնեին, ինչու՞ չէ նաեւ հասկացնեին, որ չի անթույլատրելի է, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարությունը հայտնվի Բաքվի բանտերում։ Իսկ ինչքանով կարևոր հանգամանք է, պարոն Աթանեսյան, ինչքանով կարևոր հանգամանք է, թե ինչ պայմաններում են Արցախի ղեկավարները գերեվարվել, հայտնվել Բաքվի բանտում, Հայաստանի իշխանության ներկայացուցիչներ վերջերս ասում են, թե նրանք մինչև վերջ հավատացին ռուսական երաշխիքներին, մինչդեռ ընդդիմադիր ուժերը մեղադրում են Նիկոլ Փաշինյանին, այսպես նրանց Հայաստան չտեղափոխելու ջանքեր չգործադրելու մեջ, ասելով, թե նրանց գերեվարումը Փաշինյանի ձեռնտու էր, չէ որ նրանք քաղաքական ուժեղ դիմախոսներ են, նաև դա է պատճառը, որ Փաշինյանը ջանքեր չի գործադրում նրանց վերադարձնելու ուղղությամբ, դուք ինչ եք մտածում։ Ու ես օրինակ չեմ կարծում, թե Արայք Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի խոշոր դիմախոսն է, եւ եթե Արայք Հարությունյանը ազատության մեջ գտնվեր, ապա Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնից հրաժարական կտար կամ այնպիսի բուրըն ակցիաներ կազմակերպեր այստեղ Հայաստանում, որ կտաներ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին։ Նույնը վերաբերում է նաեւ նախկին երկու նախագահներին, Արգադի Ղուկասյանի եւ Բակո Սահակյանին։ Այսինքն Հայաստանի նախկին երկու նախագահները Նիկոլ Փաշինյանի ամենա եռանդուն ընդդիմախոսներն են եւ Հայաստանում ավելի մեծ հնարավորություններ են տիրապետում, քան ասենք Արգադի Ղուկասյանը կտիրապետեր կամ Բակո Սահակյանը, բայց նրանց չհաջողվեց։ Առայժմ չի հաջողում Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրել։ Բայց Ռուբեն Վարդանյանը այստեղ ունի կուսակցություն Հայաստանի Հանրապետությունում եւ նա չէր կարող լուրջ մրցակից լինել։ Ում լուրջ մրցակից լինել։ Փաշինյանին, Ռուբեն Վարդանյանը։ Ես կարծում եմ, եթե Ռուբեն Վարդանյանը թող ինձների, որտեղ նա գտնում է այսօր Ադրբեջանի բանտում, Նիկոլ Փաշինյանին հրաժարական պարտադրելու հնարավորություն ունենար, ապա կպարտադրեր այստեղ Հայաստանում, ոչ թե կփոխվեր Ստեփանակերտ։ Ավելի ինչ ասեմ։ Տեսեք, բայց մյուս կողմից էլ Հայաստանի իշխանությունները ըստ ընդդիմության բավարար ջանքեր չի գործադրում նրանց վերադարձնելու համար, զգուշանալով քաղաքական հետևանքներից, որ Բաքվի բանտից օրինակ պարոն Վարդանյանը կարող է վերադառնալ, եւ սա իշխանամերձ տարբեր ներկայացուցիչներ են նշել եւ լուրջ հակառակորդ լինել Փաշինյանին։ Ես կարծում եմ, որ Բաքվի բանտից որևէ մեկին վերադարձնելու
հնարավորություն Հայաստանի Հանրապետությունը չունի։ Ինչու՞։ Այսինքն ինչպես կարող է վերադարձնել։ Հարցին հարցով պատասխանը։ Վերադարձնելու համար պետք է ունենալ համարժեք պատանդ, ասենք Ադրբեջանի վարչապետին, ինչը ներկա իրավիճակում անհնար, անպատկերացնելի է եւ որևէ գործողության դեպքում բնականաբար Ադրբեջանը կարող է դիմել ուժի արդեն ոչ թե որևէ անձի, այլ Հայաստանի Հանրապետության հանդեպ։ Ջանքերի իհարկե պետք է գործադրվեն, բոլոր հնարավոր միջոցները պետք է օգտագործվեն եւ դիվանագիտական խողովակներով եւ միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների կառույցների հետ աշխատանքով ամեն հնարավորություն պետք է գործի դրվի, բայց խնդիրը դնել այսպես կոնկրետ, որ ինչպես օրինակ նախին արտգործնախարար Վարդան Օսկանյանն է առաջարկել, որ Հայաստան պետք է կասեցնի բանակցությունները, մինչև որ պատանդարվածները եւ գերիները չհայրարդարձվեն, ես կարծում եմ դա արդյունավետ ճանապարհ չէ եւ կարող է ավելի վատթարացնել ոչ միայն հայ-ադրբեջանական հարաբերությունները, այլև նույն մարդկանց վիճակը Բաքվում։ Հայաստանի վարչապետին հարց են տալիս վերջերս վերադարձի թեմայով մարդկանց Բաքվի բանտից եւ նա դա դիտարկում էր նաեւ խաղաղության պայմանագրի կնքման համատեքստում։ Դուք իրատեսական համարում եք, որ եթե կնքվի այդպիսի պայմանագիր, Բաքուն ժեստ անի, այսպես հումանիստական, չէ՞ որ այս դատավարությամբ ընդունված է ասել, որ Հայաստանի դեմ նոր մեղադրանքներ կորզելու նպատակ ունի, նսեմացնելու նպատակ ունի, ընդհանրապես Արցախյան շարժումը նսեմացնելու, Հայաստանի Հանրապետությունը նսեմացնելու, ինչպես հումանիստական քայլ ակնկալել Ալիևից։ Ոչ մի հումանիստական քայլ ես անձամբ չեմ ակնկալում Ադրբեջանից եւ մասնավոր կարծիք եմ արտահայտում, ես չէի ցանկանա, որ այդ հարցը մտներ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցությունների օրակարգ, որովհետև դրա դիմաց Ադրբեջանը անպայման ինչ-որ բան Հայաստանից պահանջելու է, Հայաստանից ակնկալելու է։ Հարցը պետք է քննարկվի զուտ իրավական հարթությունում միջազգային կառույցների, միջազգային շահագրգիռ դերակատարների եւ իհարկե այն հնարավորությունների սահմաններում, որ այսօր Հայաստանը որպես պետություն ունի։ Իդեպ այդ ուղղությամբ կարող են ավելի ակտիվ աշխատել մարդու իրավունքների պաշտպան Հայաստանի հանրային կազմակերպություններ, կառույցներ, ու ինչպես նաև այն էլիտան, այսպես ասենք, արցախյան էլիտան, որ հոկտեմբերի 3-ին, հոկտեմբերի 3-ից հետո 2020 թվականի գտնում է Երևանում եւ զարմանալիորեն, թե չգիտեմ, ինչ բառ օգտագործեմ այդ վերաբերմունքը բնութագրելու համար, կոնկրետ Ադրբեջանի նախագահի հասցեին քննադատական որևէ հայտարարություն չի ընդունում, չի արձագանքում, գիտեք, եւ Արկադի Ղուկասյանը եւ Բակո Սահակյանը եւ Արայք Հարությունյանը միջազգային առումով ունեն Լեռնային Ղարաբաղի ընտրված ներկայացուցչի մանդատ։ Այդ մանդատը հաստատվել է 1992 թվականի մարտի 24-ին, երբ ձևավորվել է Մինսկի խումբը։ Փաստորեն հայկական կողմի ընտրված ներկայացուցիչները ԵԱՀԽ-ի ու ԵԱՀԿ-ի կողմից ճանաչվել են որպես Արցախի հայ բնակչության լեգիտիմ ներկայացուցիչներ։ Հիմա այս 3 նախկին նախագահի
լեգիտիմ ներկայացուցիչի կարգավիճակը ով պետք է պաշտպանի։ Այս պահի դրությամբ օրինակ հայտնի է, որ Արցախի նախագահը հրամանագրով երկարաձգել է ազգային ժողովի լիազորությունները, քանի որ ընտրություններ հասկացնել հնարավոր չէ։ Հիմա լիազորությունների մեջ գտնվող Արցախի ազգային ժողովը ինչու չի դիմում Մինսկի խմբի համանախագահ երկրների խորհրդարաններին, Մինսկի խմբի անդամ բոլոր երկրների խորհրդարաններին եւ չի բարձրացնում այդ հարցը, որ ահա 1992 թվականի մարտի 24-ին ձեր ներկայացուցիչը Արկադի Ղուկասյանին օժտել է Լեռնային Ղարաբաղի ընտրյալ ներկայացուցիչի կարգավիճակով։ Ընտրյալ ներկայացուցիչը իրականացնում է այն քաղաքականությունը, որը համապատասխանում է իրեն ընտրող հանրության շահերին, այսինքն մարդիկ զբաղեցնելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի պաշտոնը, ձգտել են հասնել Լեռնային Ղարաբաղի միջազգային ճանաչման, որովհետև դա է եղել իրենց ստացած լիազորությունը, ժողովուրդը իրենց ընտրել է, լիազորել է, որպեսզի աշխատեն այդ ուղղությամբ։ Եվ նրանք իրենց այդ քայլերի համար չեն կարող պատասխանատվություն կրել, որովհետև դա հանցագործություն չէ, դա քաղաքական գործունեություն է։ Քաղաքական գործունեության համար մարդուն չեն դա։ Այդ տեսեք, երեք նախորդ օրը տեղեկատվություն են տարածել ադրբեջանական լրատվամիջոցները, որ դատախազ Արկադի Ղուկասյանին հարց է ուղղել. դուք հավատում եք մեծ Հայաստանի գաղափարին։ Ավելին պետք չէ, որպեսզի մենք ասենք, որ այնտեղ ընթանում է քաղաքական ոչ թե դատավարություն է դա, այլ դա Պրոցես, հա։ ինկվիզիցիա, այսպես ասենք, ինկվիզիցիա, որովհետև մարդուն փաստորեն քրեական պատասխանատվության են ենթարկում շինծու օրինացու հոդվածներով, բայց փաստորեն ապացուցում է, որ նա հետապնդվում է եւ մյուսները հետապնդվում են նրա համար, որ ժամանակին պայքարել են Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անկախության համար։ Եթե այդպես է, ապա աշխարհում չպետք է այլակարծություն լինի, աշխարհում պետք է տիրի միայն բռնապետություն, եւ բռնապետերը կայացնեն իրենց վճիռը բոլոր այլախոհների նկատմամբ։ Եվ այս նարատիվները ոչ թե Հայաստանը պետք է ներկայացնի, որտեղ երբ Հայաստան ներկայացնում է, անմիջապես Հայաստանին վերագրում են Ադրբեջանի ներքին գործերի միջամտելու մեղադրանք, ասում են, ասում է, լավ, ենթադրենք Լեռնային Ղարաբաղի հայ բնակչությունը ձգտում էր Ադրբեջանից անկախանալ։ Դուք ինչ գործ ունեիք, Հայաստանը ինչ գործ ուներ, որ խառնվեց։ Կոպիտ այսպես ասենք։ Ուստի այդ նման նարատիվները պետք է Արցախի քաղաքական էլիտան ներկայացնի, Արցախի քաղաքական ուժերը, կուսակցություններ կան, տասնյակ հասարակական կազմակերպություններ են գործում եւ ի վերջո նրանք Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանին լիազորել են, որ միջազգային հարթակներում ներկայացնի Արցախի բռնատեղանված բնակչության իրավունքները։ Արցախի բռնատեղանված բնակչության իրավունքների մեջ է մտնում նաև իր կողմից ընտրված ներկայացուցիչներին իրավական, քաղաքական, բարոյական աջակցություն ցուցաբերել է։ Եվ այդ հանձնախումբը, որ Օսկանյանի գլխավորությամբ աշխատում է եվրոպական երկրներում, պետք է իր ուշադրության կենտրոնում պահի նաև այդ հարցը։ Կարծեմ այսօր Նիդերլանդների խորհրդարանը չէ քննարկում, թե որ երկրի խորհրդարանը Շվեյցարիա է հավանաբար։ Շվեյցարիայի խորհրդարանը քննարկում է Արցախահայության հավաքական վերադարձի իրավունքի մասին հարցը։ Պետք է հասնել նրան, որ եվրոպական երկրները, Ռուսաստանի Դաշնության պետական դուման, թեև սա հիպոթետիկ եմ ասում, Միացյալ Նահանգների կոնգրեսը, կոնգրեսականների խմբեր աշխատեն նաև այն ուղղությամբ, որ Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահները, որպես այդ ժողովրդի ընտրված ներկայացուցիչներ,
չեն կարող ենթարկվել քրեական պատասխանատվության այն գործողությունների համար, որոնք ռազմական հանցագործության տարրեր չեն պարունակել։ Եվ ճանաչվել են միջազգային հանրության կողմից, այդ մարդիկ հյուրընկալել են միջազգային բանակցողների փաստաթղթերի տակ եմ ստորագրել։ Ես կուզեի նաև պարոն Աթանասյան կներեք, դա ճանաչվել է նաև Ադրբեջանի կողմից, որովհետև Ադրբեջանը 1994 թվականի մայիսի 12-ին հրադադար է ստորագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության բանակի հրամանատարի հետ։ Այսինքն այն հարց է, որ հետո բանակցությունից դուրս է մտնել Արցախը։ Չէ, ես այս պահին կոնկրետ կարևորում եմ այդ հանգամանքը, որովհետև ստորագրել հրադադարի համաձայնագիր մի ռազմական կազմավորման հետ նշանակում է ճանաչել նրա լեգիտիմությունը, օրինականությունը։ Այսինքն ճանաչել, որ 1992-94 թվականներին Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի միջև ընթացել է պատերազմ։ Այսինքն օրինական պատերազմ, թե օրինական բառը պատերազմի համար մի քիչ արտարոս կհնչի, բայց լեգիտիմ։ Հիմա ասում են այդ պատերազմը եղել է ահաբեկչություն, այդ պատերազմը եղել է ռազմական հանցագործությունների մի շղթա, որ սկսվել է չգիտեմ որ թվականին, շարունակվել է խաղաղ ադրբեջանցի բնակիչների դեմ։ Եթե այդպես է եղել, ապա ինչու 1994 թվականի մայիսի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդ Ռաֆի Մամեդովը Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանի հետ հրադադարի համաձայնագիր է ստորագրել, թող չստորագրեին։ Ավելին 1994 թվականի փետրվարի 18-ին նույն Մամեդովը Ադրբեջանի պաշտպանության նախարարը այսօր Բաքվում դատվող Բակո Սահակյանի հետ հրադադարի հաստատման նախնական արձանագրություն է ստորագրել եռակողմ Սերժ Սարգսյան, Մամեդ Ռաֆի Մամեդով եւ Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Բակո Սահակյան։ Այսօր Բակո Սահակյանը մեղադրվում է որպես ռազմական հանցագործ, որպես ահաբեկիչ եւ ոչ ոք 1994 թվականի փետրվարի 18-ի այդ փաստաթուղթը շրջանառության մեջ չի դնում, միջազգային հանրությանը չի ասում, որ ահա սա նույն Ադրբեջանն է, ոչինչ չի փոխվել։ Նույնիսկ նախագահի իշխանությունը չի փոխվել, որովհետև 94 թվականի նախագահ է եղել Հեյդար Ալիևը, այսօր նախագահ է նրա որդի Իլհամ Ալիևը։ Պարոն Աթանասյան, Հայաստանի իշխանությունների այս ահազանգերին ի պատասխան, որ Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարների նկատմամբ կիրառվում են անթույլատրելի միջոցներ, փորձ է արվում Հայաստանի դեմ ցուցմունքներ կորզել, պատասխանով հանդես եկավ Ալիևի օգնական Հիկմետ Հաջիևը Հայաստանի իշխանություններին հորդորելով այս դատավարությունը ապալեգիտիմացնելու փոխարեն համագործակցել Ադրբեջանի հետ եւ հանձնել պատերազմի մյուս ճակերտավոր հանցագործներին, ում նկատի ունի Ադրբեջանը եւ կարող է որ Ադրբեջան փորձ անի այս պայմանը եւս դարձնի պայմանագրի կնքման նախապայմաններից մեկը։ Ինչու են այս հարցը հիմա թմբկահարում այս կոնտեքստում։ Չեմ կարծում, թե այդ հարցը կարող է ինչ-որ նախապայման լինել եւ նաեւ չեմ կիսում այն հրապարակումները, որ իբր խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետության երկու նախկին նախագահներին, երկրորդ եւ երրորդ նախագահներին, նրանց նման մեղադրանքներ չի հղել Ադրբեջանը այս տարիների ընթացքում։ Պատերազմի հանցագործություն եւ այլն։ Գիտեք, բարեբախտաբար թե դժբախտաբար Իլհամ Ալիևը այնքան հիմար չէ, որպեսզի Հայաստանի երկու նախկին նախագահներին մեղադրի ռազմական հանցագործությունների մեջ, որովհետև այդ դեպքում տրամաբանական հարց է ծագում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ ինքը 5 տարի, երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ 10 տարի բանակցել։ Այդ դեպքում ինքը պետք է կանգնի նույն ադրբեջանական դատարանի առջև եւ ցուցմունքներ տա, թե ինչ է բանակցել այդ մարդկանց հետ
5 եւ 10 տարի, ասենք 15 տարի ինչ է բանակցել, եթե նրանք ռազմական հանցագործներ են։ Նա այդ քայլին չի գնա, որովհետեւ այդ դեպքում շատ խոցելի կլինի իր դիրքը, շատ խոցելի կլինի իր դիրքը։ Իսկ այն ինչ որ Հիկմետ Հաջիևն է ասել, ես կարծում եմ առաջին հերթին ուղղված է հենց նման դիսկուրս Հայաստանում սադրելուն, նպատակ ունենալով լարել գործող եւ նախկին իշխանությունների հարաբերությունները, մանավանդ այդ հայտարարությունը արվում է երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերի միջև շատ տհաճ բանավեճի ֆոնի վրա, ինչին ցավոք միացավ նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, եւ բնական է, որ Ադրբեջանը իմ կարծիքով պետք է փորձ անի ավելի սրել այդ հակասությունները, ավելի ծավալուն դարձնել այդ պատրաստ մեղադրանքների չափաբաժինները, որովհետև դա, գիտեք, Ադրբեջանին ձեռնտու է նրանով, որ իրենք Հայաստանում ֆորս մաժորով հետաքրքրված են, շահագրգռված են, որպեսզի պայմանագրի չստորագրումը բարդեն Հայաստանի ներքաղաքական կացության, իրավիճակի կամ հնարավոր զարգացումների վրա, նրանք ամեն րոպե պատրաստ են ասել, որ մենք խաղաղության պայմանագրի ստորագրում ենք, բայց Նիկոլ Փաշինյանը լեգիտիմություն չունի, այդ պայմանագիրը չի կարող նա իր հանրությանը ներկայացնել, այնտեղ կան ռևանշիստական ուժեր, նրանք կգան եւ այդ պայմանագիրը չեղյալ կհայտարարեն, եկեք սպասենք, տեսնենք Հայաստանում իրավիճակը ինչպես է կարգավորվում, որից հետո գնանք ինչ-որ պայմանավորվածությունների, որում իրենք հանդես են գալիս այն դիրքերից, որ Ադրբեջանում ոչինչ չի փոխվելու եւ Ադրբեջանում ամեն ինչ որոշվում է մեկ մարդ։ Դա Իլհամ Ալիևն է։ Պարոն Աթանասյան, հաշվի առնելով, որ դուք ձեր կյանքի մեծ մասը Արցախում եք գործունեություն ծավալել, այդ թվում քաղաքական Ես իմ ամբողջ կյանքն եմ Արցախում անցկացրել։ Այո։ Կուզեի հետևյալ հարցը տալ, ապավինելով ձեր հիշողությանը, նաև Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբանը մեզ այդ հարցազրույցում խոսում էր հետևյալի մասին, այդ հարցազրույցը այն շրջանում էր, երբ որ ԱՄՆ պետքարտուղարությունը գաղտնազերծել էր հայտնի Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու տարբերակը եւ պարոն Բաբանը ասում էր, որ պլանավորված են իրեն հեռացրել պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից, քանի որ առանց ինձ 110 կիլոմետր սահմանը ոնց էին հանձնելու, ես դեմ կլինեի Մեղրին Լեռնային Ղարաբաղով փոխանակելու, Արցախը Հայաստանին էր միացված, ինձ հեռացրին, որ իրենց հարցերը լուծեն, նա նաև Հանրապետություն կուսակցության նախագահ Արամ Սարգսյանին էր մեղադրում իր հեռացմանը նպաստելու մեջ, ասելով Անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել իր հեռացման հարցով, որտեղ Արամ Սարգսյանը կողմ է եղել լավ գիտակցելով, որ հոկտեմբերի 27-ից հետո, երբ Վազգեն Սարգսյանին սպանել են, իր հեռանալը ըստ էության տարածք հանձնողների գործը հեշտացրել է եւ այս հարցը Արամ Սարգսյանը հաշվի չի առել, ասում է չի հասկացել, որ ինձ հեռացնելով նպաստել է այդ ծրագրին, դուք ինչ եք հիշում այս դեպքերի վերաբերյալ։ Ես այդ փուլում քաղաքականությամբ չեմ զբաղվել, որևէ նշաձող չեմ զբաղեցրել, ես այդ շրջանում եղել եմ Ազատություն ռադիոկայանի Ստեփանակերտի թղթակիցը եւ որքան ես հիշում եմ Սամվել Բաբայանը պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը թողել է կամ նրան հեռացրել են 1999 թվականի դեկտեմբերին։ Այսինքն արդեն եղել էր հոկտեմբերի 27, այսինքն եղել էր Սադարակում Հեյդար Ալիևի, Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը 99 թվականի սեպտեմբերին, ուղղակի կապել, որ իր հեռացումը կարող էր նպաստել Մեղրի
տարբերակի իրացմանը ես այնքան էլ կողմնակից չեմ, բայց իհարկե Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից Սամվել Բաբայանի հեռացումը քաղաքական լուրջ հետևանքներ է ունեցել առաջին հերթին Լեռնային Ղարաբաղի սուբյեկտության ընկալման առումով, որովհետև դրան հաջորդել են քայլեր, որոշումների մի ամբողջ շարք կապված Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակում ռազմական ոստիկանության լուծարմանը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ռազմական դատախազությունն է լուծարվել, ամբողջ բանակի կառավարումը այսպես լիովին անցել է Հայաստանի համասեռ կառույցներին ու բանակում կատարված դեպքերի հետաքննությունը իրականացրել է Հայաստանի զինվորական դատախազությունը, ռազմական ոստիկանությունը, քրեական գործերը անցել են Սյունիքի Առաջինատյանի դատարանի ենթակայությանը ու նման որոշումները չէին կարող անհետևանք մնալ իհարկե, այսինքն ֆորմալ առումով միջազգային ընկալումը արդեն ամրապնդվել է, որ Լեռնային Ղարաբաղում Հայաստանի Հանրապետության զինված ուժերն այս առումով իհարկե այդ որոշումը Սամվել Բաբայանի հետ կապված քաղաքական հետևանքներ ունեցել է, որքանով է ինքը ներգրաված եղել Ղարաբաղյան կարգավորման բանակցային գործընթացին, ես չեմ կարող ասել, որովհետև իրոք տեղյակ չեմ, թե այդ ընթացքում ինչ քննարկումներ են եղել։ Ես կարող եմ միայն որպես քաղաքական իրադարձությունները մեկնաբանած այդ շրջանում մեկնաբանած լրագրող կարող եմ վկայել, որ Ստեփանակերտում բավական բարձր ոգևորություն կար Քիվեստյան բանակցային գործընթացի հետ կապված, կային ակնկալիքներ, որ Լեռնային Ղարաբաղը նախկին ԼՂՄ-ի եւ Լաչինի միջանցքի տարածքով միանում է Հայաստանի Հանրապետությանը եւ դա հարցի վերջնական լուծում է։ Ընդ որում ես Ստեփանակերտում քաղաքական գործիչներից երբեք չեմ լսել Լեռնային Ղարաբաղը մեղրիով փոխանակելու մասին։ Գուցե դա պահվել է կոնֆիդենցիալ, գուցե գաղտնիք է եղել, գուցե Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը լիովին տեղեկացված չի եղել բանակցությունների վերաբերյալ, չեմ կարող ասել, բայց որպես այդ տարիների 1-2 տարիների իրադարձությունները լուսաբանած լրագրող այսքանը կարող եմ վկայել։ Իսկ հեռացումը քաղաքական դրդապատճառներ ուներ պարոն Բաբայանի, թեև խոսում են վիճաբանության մասին, արված է հասցրել Բարձրաստիճան պաշտոնյայի եւ գիտեք, այդ հակասությունը ցակել է Հայաստանում խորհրդարանական ընտրությունից հետո, եթե հիշում եք 99 թվականի կարծեմ մայիսի 20-ին Հայաստանում տեղի ունեցել խորհրդարանական ընտրություններ, որտեղ հարաբերական մեծամասնություն է կազմել Վազգեն Սարգսյան, Կարեն Դեմիրճյան դաշինք, չէ՞, կարծեմ 40 փոքր ավելի տոկոս քվե է ստացել։ Հունիսին արդեն Ստեփանակերտում կառավարության ղեկավարի վարչապետի փոփոխություն է տեղի ունեցել, ըստ իմ ունեցած տեղեկությունների, դարձյալ որպես այդ տարիներին աշխատած լրագրող եմ ասում, Սամվել Բաբայանին առաջարկվել է լինել վարչապետ, թողնելով պաշտպանության նախարարի եւ պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնը, այսինքն
հասնել զուտ քաղաքական գործունեության։ Ինչին նա չի համաձայնում։ Եվ ձևավորված կառավարության կազմում պաշտպանության նախարարը նշանակվել Սեյրան Օհանյանն։ Սամվել Բաբայանը մնացել է պաշտպանության բանակի հրամանատար։ Մինչև 99 թվականի դեկտեմբեր, կարծեմ մինչև դեկտեմբերի 17-ին է նա ազատվել այդ պաշտոնից։ Ու իհարկե այսպես կազուս բելին, այսպես ասենք, համարվում է նրա վիճաբանությունը վարչապետ Անուշաբան Դանիելյանի հետ, բայց ես չեմ կարծում, թե այդ վիճաբանությունը կլիներ, եթե խորքային տարաձայնություններ չլինեին։ Խորքային տարաձայնությունները կապված էին Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ, թե Սամվել Բաբայանը երկրի սոցիալ-տնտեսական եւ անվտանգային համակարգի այլ պատկերացում ուներ, քան ասենք նախագահ Արկադի Ղուկասյանը, բարդ է ասել, դժվար է ասել, որովհետեւ նրանք բավարարվել են մեկ անգամ մամուլի ասուլիս կազմակերպելով, մեկ անգամ մամուլի ասուլիս է կազմակերպել Արկադի Ղուկասյանը հայտարարել, որ երկիրը պետք է գնա դեմոկրատացման ճանապարհով, մեկ անգամ Սամվել Բաբայանն է մամուլի ասուլիս հրավիրել եւ ասել, որ իր հերացումը քաղաքական կյանքից, Արցախի քաղաքական ղեկավարությունից իր հերացումը անվտանգային հետագա խնդիրներ առաջացնելու, կարող է առաջացնել հետագա խնդիրներ, այնպես որ այդ ժամանակի մասին կարող են վկայել անմիջական մասնակիցներ, օրինակ կարող եք հարց ուղղել այդ տարիներին վարչապետի պաշտոնը զբաղեցրած Անուշաբան Դանիելյանին, թե իր եւ Սամվել Բաբայանի վեճը ինչու է հասել հրապարակային դրսևորման, ասիկին ավելի խորքային պատասխան կարող է տալ, ու թեկուզև կարող են այդ հարցին պատասխանել մարդիկ, ովքեր այդ տարիներին ազգային ժողովի պատգամավոր է եղել Ստեփանակերտում եւ մասնակցել են քննարկումներին, որովհետեւ ես հիշում եմ այդ ընթացքում ազգային ժողովում, Արցախի ազգային ժողովում պատգամավորական մի խումբ էր ձևավորվել, որ առաջադրում էր այսպիսի հանգուցալուծում, որովհետեւ Սամվել Բաբայանը հեռանում է, պետք է հեռանա նաեւ Արկադի Ղուկասյանը եւ ձևավորվի բոլորովին նոր իշխանություն։ Նրանք ասենք այդ պատգամավորական խմբից որևէ մեկը կարող է, չէ, այսօր իրադարձությունների այդքան հեռվից հիմնավորել իր մոտեցումը, թե ինչու եւ նաեւ ասել, թե ինչու իրենց նախաձեռնությունը չհասավ մինչեւ ազգային ժողով, չէ՞ որ նրանք մտադիր էին 11 հոգու ստորագրությամբ ազգային ժողով բերել Արկադի Ղուկասյանին անվստահություն հայտնելու հարցը։ Այսպիսի process էլ է եղել, որ կես ճանապարհին կասեցվել է։ Բայց գիտեք, եթե շատ անկեղծ ասենք, այդ ռետրո հայացքները այսօր մեզ ինչ են տալիս։ Հանրությանը ընդհանրապես ծանրաբեռնում ենք, ընդհանրապես ուշադրություն ենք շեղում առաջնահերթ խնդիրներից եւ հնարավորություն ենք ընձեռում, որ մեկը մյուսին ինչ որ վերագրումներ անի, որից Հայաստանը մեծ հաշվով միայն կորցնում է։ Դու տեսեք, Պարոն Աթանասյան, շնորհակալ եմ այս ասեմ, համեմատության համար, վերջին, համեմատության համար Ուկրաինայի նախկին նախագահ Պորոշենկոն վերջերս հայտարարեց, որ բոլորն իրենից սպասում են, որ ինքը կնադատի գործող նախագահին, բայց ինքը այդ քայլին չի գնա, որովհետև Ուկրաինան այսօր դրա կարիքը չունի։ Ճիշտ է, Հայաստանը ռեալ պատերազմական գործողությունների մեջ երկիր չէ, բայց մեր վիճակը Ուկրաինայից լավը չէ, եւ այստեղ էլ պետք է
առաջնահերթություն ընտրվի այն մոտեցումը, որ իշխանությունը այնքան արգահատելի չէ, որպեսզի մենք այսօրվա իրավիճակում նրան հրաժարականի պահանջ կամ չգիտեմ ինչ վերագրումներ ներկայացնենք։ Շնորհակալ եմ պարոն Աթանասյան այս մեկնաբանությունների համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ն ուղիղ տեսակապով զրուցում էր Բաղրամ Աթանասյանի հետ։